Սենսացիոն ձերբակալություն Բաքվում կալանավորվել է Հեյդար ու Իլհամ Ալիևների երբեմնի աջ ձեռքը համարվող Ռամիզ Մեհդիևը։ Նրան ծանրագույն հանցանքներ կատարելու մեջ են կասկածում։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ ինչու են մեղադրում նրան։ Ռամիզ Մեհդիևին քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվեց, այդ թվում նաև պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձ, ըստ էության պետական հեղաշրջում, երկրորդը ազգային պետական դավաճանություն եւ երրորդը արդեն տնտեսական հանցագործություն։ Այդ հոդվածները հնարավորություն են տալիս դատապարտել նրան մինչև ցմահ ազատազրկման, բայց քանի որ Ադրբեջանի օրենսդրությունը ենթադրում է, որ 65-ից ավելի տարեց մարդկանց ցմահ ազատազրկման չեն դատապարտում, ավելի մեղմ պատիժ կլինի, բայց հաշվի առնելով այն, որ 87 տարեկան է Մեհդիևը, ինչ պատիժ էլ չնշանակել, իր դեպքում ցմահ է լինելու։ Առայժմ նրան դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը 4 ամսով։ Նշեմ, որ Մեհդիևը ժամանակին շատ երկար ժամանակ եղել է Ադրբեջանի երկրորդ դեմքը ըստ էության եւ որոշ ժամանակ անգամ առաջին դեմքի հետ հավասար փաստացի լիազորություններ է ունեցել։ 95-ից մինչև 2019 թվականները նա եղել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարը։ Հեյդար Ալիևը նշանակել էր իր մտերիմ ընկերոջը այդ պաշտոնին, որպեսզի նա վերահսկի իր որդուն, օգնի իրեն ոտքի կանգնել, թույլ չտա, որ սխալներ ուրեմն իրեն թույլ տա, եւ կարելի է ասել, որ այն Իլհամ Ալիևը, որին հիմա բոլորս ճանաչում ենք, ստեղծվել է հենց Մեհդիևի ջանքերի արդյունքում։ Նա անսահմանափակ լիազորություններ ուներ, կադրային բոլոր նշանակումները ինքն էր վերահսկում, գաղափարախոսությունը ադրբեջանական պետականության ինքն էր որոշում, եւ այդպես էր մինչև 2017 թվականը, երբ Մեհրիբան Ալիևան դարձավ երկրի առաջին փոխնախագահ, այդ ժամանակ Փաշաևների կլանը արդեն բացահայտ կերպով սկսեց պայքարը Ռամիզ Մեհդիևի դեմ եւ երբ 2019 թվականին նա որոշեց, որ ժամանակն է անցնել այսպես հանգստի եւ մեծ փառքով ուղարկվեց թոշակի։ Նրան բարձրագույն երկրի պարգևները տվեցին եւ նշանակեցին Գիտությունների ակադեմիայի նախագահ եւ նաեւ նա պահպանեց անվտանգության խորհրդում իր անդամի կարգավիճակը։ Նրան այդ հեռացումից հետո եւս շարունակում էին թույլ տալ այն, ինչ ոչ մեկ իրեն թույլ տալ չէր կարող։ Օրինակ պանդեմիայի ժամանակ նա կարող էր մի քանի 100 հոգի հրավիրել իր թորնուհու հարսանիքին եւ որևէ պատիժ դրա համար բնականա չկար։ Հաշված օրերի ընթացքում կտրուկ փոխվեց իրավիճակը։ Մարդուն, որին փառաբանում էին դեռ ամիսներ առաջ, այսօր պետական հանցագործ ու դավաճան են անվանում բոլորը մամուլում։ Դա շատ նման է այսպես ստալինյանային բռնությունների շրջանին, երբ մեկ օրվա ընթացքում այդպես հանձնարարության արդյունքում մարդուն ժողովրդի թշնամի էին հռչակում, հա, կամ Բերյան օրինակ 53 թվականին ինչպես դարձավ ժողովրդի թշնամի ընդամենը մեկ որոշման արդյունքում։ Ընդ որում Ադրբեջանում ինչպես է, եթե ինչ-որ մեկին պետք է վարկաբեկել, անմիջապես սկսում են նրա արյան մեջ հայկական հետքեր փորձել։ Այս անգամ նույնը եղավ եւ արդեն մի քանի հրապարակում մամուլում գտա այն մասին, թե իբր նա այդ ամենը արել է, չգիտենք ինչ է արել, բայց արել է միայն այն բանի համար, որ իբր թե հայկական ծագում է ունեցել։ Մասնավորապես իշխանամետ ժամանակակից Մուսաֆատ կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը հայտարարել է, նա դավաճան է, քանի որ հայկական արմատներ ունի։ Իսկ իրականում Մեհդիևի, այսպես ասած, վերացումը ինչ նպատակ ունի։ Կարծում եմ, այստեղ երկու գործոն կա, եւ կլանային պայքարի դրսևորում է, եւ նաեւ գաղափարական պայքարի։ Մի կողմից Մեհդիևը ընկալվում էր որպես Նախիջևանյան կլանի առաջնորդ, հա, որի դեմ պայքարում էին այլ կլանները, երբեմն արդյունավետ։ Մյուս կողմից նա ընկալվում էր որպես պրոռուսական վեկտորի ներկայացուցիչ։ Նրան այսպես իսկապես ռուսամետ գործիչ էին համարում եւ այդ ռուսամետ թիմի առաջնորդ, հա, ռուսամետներին արդեն 5 տարի է ինչ Իլհամ Ալիևը ոչնչացնում է։ Առաջինը դարձավ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Նիջմեդին Սադիխովը, ով Արցախյան երկրորդ պատերազմի ողջ ընթացքում տնային կալանքում էր գտնվում, դրանից հետո հեռացվեց եւ անհետացավ փաստորեն։
Այս անգամ միգուցե իշխանությունը ինչ որ տեղեկություն ուներ այն մասին, որ Մեհդիևի շուրջ համախմբված մարդիկ ինչ որ բան էին նախաձեռնում, հավանաբար Կրեմլի պատվերով։ Համենայն դեպս ոչինչ չի բացահայտվում, բայց հատկանշական է, որ Մեհդիևի կալանավորման մասին լուրը հաստատվեց միայն այն բանից հետո, երբ Պուտինի հետ հանդիպեց Ալիևը Թաջիկստանում։ Հավանաբար այդ հարցը եւս քննարկվել է եւ միգուցե Ալիևը նաեւ պահանջել է Պուտինից թույլ տալ որպես այսպես Մեհդիևի գլուխն էլ ուտեն որպես պրոռուսական այսպես այդ լոբի առաջնորդի եւ եթե այդպես է ապա Պուտինը այդ համաձայնությունը տվել է։ Սա իհարկե վերջին ձերբակալությունը չէ, հավանաբար շատ շուտով նոր ձերբակալումներ եւ կալանավորումներ կլինեն եւ ադրբեջանական մամուլը գրում է որ չի բացառվում որ հաջորդը լինի նախագահի նախկին օգնական Ալի Հասանովը։ Արդյոք Մեհդիևի կալանավորումից հետո Ադրբեջանում ինչ կփոխվի։ Ալիևը շարունակում է ամրապնդել իր իշխանական այդ առանցքը, վերացնում է բոլոր նրանց, ում վրա ժամանակին հենվել է։ Դա ընդունված տակտիկա է, Նա ենթադրում եմ վախենում է բոլոր նրանցից, ում շնորհիվ ժամանակին ամրապնդվել է, այսպես կոչված երազների հայաստանյան ադրբեջանցիների կլանը ոչնչացվել է։ Նախիջևանյան կլանը ոչնչացվել է։ Հեյդար Ալիևի նախկին ընկերների եւ իր զավակների կլանը ոչնչացվել է։ Փաշաևների կլանը գրեթե ոչնչացվել է։ Եվ անգամ հետաքրքիր է, որ Մեհրիբան Ալիևայի շուրջ ձևավորված կլանը եւս այսպես այսօր չի նկատվում։ Նախագահ վերջին անգամ վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը այդպես էլ չստորագրեց հրամանագիր իր տիկնոջը առաջին փոխնախագահ վերանշանակելու մասին։ Թեև մամուլում այժմ էլ Մեհրիբան Ալիևային հիշատակում են որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այդպիսի հրամանագիր չի եղել։ Այսինքն ենթադրում ենք, որ անգամ իր տիկնոջը այդքան էլ չի վստահում հիմա Իլհամ Ալիևը։ Մի կարևոր հանգամանք պետք է ուշադրություն դարձնել, թե երբ կալանավորեցին Մեհդիևին։ Դա հենց այն օրն էր, երբ Իլհամ Ալիևը 22 տարի առաջ դարձավ նախագահ։ Ալիևը սիրում է ընդհանրապես սիմվոլիզմ, եւ իսկապես հենց հոկտեմբերի 15-ն էր այն օրը, երբ Ադրբեջանը նոր առաջնորդ ունեցավ։ Դե նոր ասելով շատ հարաբերական է, քանի որ նրանից առաջ էլ հայրն էր տասնամյակներ շարունակ իշխում երկրում։ Եվ հետաքրքիր է, որ հիմա Իլհամ Ալիևը 6-րդ տեղում է ամենաերկար հանրապետություն կառավարող նախագահների թվում։ Առաջինը հասարակածային Գվինեան կառավարող նախագահն է, նա 46 տարի է, ինչ գահի վրա է։ Երկրորդը Կամերունին է 43 տարի, այնուհետ Ջիբուտի 40 տարի, դե հետո Բելարուսն ու Թաջիկստանը։ Շնորհակալություն, Արծեն։